Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը գործարար ֆերմեր Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Հարություն Նացականյանն է։ Բարի երեկո, շնորհակալ եմ պարոն Նացականյան հրավերս ընդունելու համար։ Մինչ մեր զրույցը սկսել է, հարգելի հետևորդներ, մի տեղեկություն հաղորդեմ 3 լրագրողների հարցերին ԿՊ գրասենյակի մոտ պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը, նա հորդորել էր, որպեսզի չասեն, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սանկցիաներ է կիրառում եւ ուղղակի տեխնիկական պատճառներով են նրանք բացատրում այնինչ որ տեղի է ունենում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մեջ, հատկապես գյուղատնտեսական եւ այլ ապրանքների արտահանումների հետ կապված, եւ նաեւ լրագրողները նրան հարցրել էին, թե ինչ եղավ Պուտինի հետ հանդիպումը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ հունիսի երկրորդ կեսին հանդիպելու է Վլադիմիր Պուտինին, իր գործընկերոջը։ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ցրողական պատասխան էր տվել, ասելով, որ դրա մասին չէր խոսել, նկատի չուներ այդ հանդիպումը, որ նշանակված հանդիպում չի եղել, որը չեղարկվել է եւ այլն եւ հույս էր հայտնել, որ առաջիկայում կրկին հանդիպում կլինի։ 168 ժամի տեղեկություններով սակայն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով մի քանի անգամ Պուտինի հետ հանդիպման հայտագիր է հղել, նոտական հայտագիր, սակայն Պուտինի ադմինիստրացիայից Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը կարգադրել են չպատասխանել Նիկոլ Փաշինյանի այդ գրություններին, ավելին ըստ մեր աղբյուրների Փաշինյանը 3 անգամ նաև փորձել է Պուտինի ադմինիստրացիայի եւ իր աշխատակազմի կապն ապահովող համապատասխան անձի, այսպես կոչված կապի խողովակի միջոցով հեռախոսազրույց կազմակերպել, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, եթե 3-4 շաբաթ եւս անպատասխան են մնում այդ հայտագրերը, ապա դա պետք է ընդունել որպես մերժում։ Հիմա պարոն Նացականյան, այսպեսի իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը խուսափում է ասել, որ սանկցիաներ են կիրառվել, ասում է, այդ բառով չասենք, բայց շատերը քաղաքական գործիչներ կամ տնտեսվարողներ սա համարում են Հայաստանի պատերազմը Ռուսաստանի դեմ։ Դուք ինչ եք կարծում, Ռուսաստանն է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, թե Հայաստանն է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը ունի իր ընդգծված պետական քաղաքականությունը, Ռուսաստանն ունի իր դիրքորոշումը, երբ որ Հայաստանին Ռուսաստանը նայում էր որպես բարեկամ, հենց գյուղատնտեսական մթերքների ներկրման պահով շատ բաների վրա աչք էր փակում, մեր ապրանքի որակի հետ կապված եւ այլ որոշակի հարցերի հետ կապված աչք էր փակում։ Հիմա աչք չի փակում։ Այսինքն եղել են այդ խնդիրները ֆիտոսանիտարական խնդիրները եղել են, ինչի մասին բազմիցս քանի տարի խոսվել է, ինչի մասին անընդհատ մենք բարձրաձայնել ենք, ինչի հետ կապված կհիշեք 2 տարի առաջ նաև լաբորատոր փորձաքննության մեր ընկերները տարան տվեցին եւ տեսանք մեր ոչ մի պտուղ բանջարեղեն շուկայից գնված չի համապատասխանում նորմերին, բայց Ռուսաստանը ընդունում էր, հիմա չի ընդունում։ Երբ որ դու արտաքին քաղաքականությունդ վարում ես այնպես, որ դու դրա հակազդեցությունը չունես ու չես կարող դու իմունիտետ չունես, դու ուղղակի դա պետք է չանես։ Ու երկրորդը ինքը արդեն թող որոշի, հստակ հասկանա, եթե ինքը ուզում էր մտնել եվրոպական դառնալ ԵՄ անդամ երկիր կամ դեպի Եվրոպա իր ուղղությունը, Եվրոպա մտնելու համար դու քո արտաքին առևտուրը չէիր կախվածության մեջ գցելու Ռուսաստանի Դաշնությունից։ Եթե տեսնեք 2018-ի եւ 2025-ի մեր առևտրաշրջանառություն Ռուսաստանի հետ, կհասկանաք, որ մենք մեծապես կախվածության մեջ ենք ընկել ռուսական շուկայից, բոլոր առումներով, թե հումքով, թե արտահանումով, թե ներկրումով։ Եթե դու քաղաքական կուրս ուզում ես փոխել դեպի ԵՄ, դու այս 8 տարվա մեջ գոնե պիտի նախապատրաստվեիր դրան, դու գոնե տնային աշխատանքներ պիտի աներ, որ մենք այսպես հիմի չկանգնենք նայենք իրար առաջ, մեր ֆերմերները պիտի սենց անելի վիճակի մեջ չմնային, թե բայց ոնց եղավ, որ սենց եղավ, Ռուսաստանը փակեց, Եվրոպան էլ կարելի ասել չի ընդունում։ Ունենք այս վիճակը ու շատ վատ վիճակ է իրականում։ Հա, բայց ինքը նաև ասում է, որ Եվրոպական միության մտնելու հայտ չի ներկայացնում, հայտարարել է, որովհետև հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ։ Իսկ հայ գյուղացին, օրինակ, հայ ժողովրդի մաս է, չէ՞, կազմում, ոնց որ հասկանում ենք։ Իսկ հայ ժողովուրդը պատրաստ էր այսպիսի արկածախնդրության, որի մեջ գցեցիք։ Դու այդ ռիսկերը պետք է հաշվի առնես ու քո տնային աշխատանքի որ կատարել, դա առաջինը մեր բնակչության, ազգային անվտանգության, պարենային անվտանգության առնչվող խնդիր էր։ Առաջինը քո բնակչության անվտանգության համար դա պիտի անեիր։
Այն որ միջև հիմա մեր սննդի ոլորտը չի վերահսկվում պատշաճ մակարդակ, այն որ ՍԱՏՄ-ն սարսափելի վատ է աշխատում կամ կարելի ասել ընդհանրապես չի աշխատում, դա առաջինը մեր երկրի բնակչությանն է պետք, որ մենք այդ ստանդարտներին չհամապատասխանող պտուղ բանջարեղեն մեր բնակչությունը չպիտի ուտեր, չպիտի օգտագործեր։ Դա ֆերմերի մեղավորությունը չի, ես անկեղծ եմ ասում։ Ֆերմերը երբեք սովորական գյուղացին գիտակցված ավել թունաքիմիկատներ չի տալիս։ Ինքը չգիտի ուղղակի ինչպես օգտագործի։ Ցանկացած ոք, հենց հիմա դուք, եթե գյուղատնտեսության հետ կապ չունեք, որ մտնեք թունաքիմիկատների խանութ, ասեք ինձ 50 լիտր B58 տվեք, ամենա տենց ուժեղ թույներից մեկը, օրինակի համար, առանց հարցնել դուք ինչի համար եք օգտագործում, ուր եք տանում, դուք ինչքան հող ունեք, ինչ այգի ունեք, ինչ ջերմատուն ունեք, ոչինչ չեն հարցնում, իրանք այդ 50 լիտրը ձեզ կտան։ Թե դուք հետո ոնց կօգտագործեք, դա ձեր խնդիրն է։ Կարող է ինչ-որ մեկին եք ուզում թունավորեք կամ ձեր այգին եք ուզում սենց մի քանի անգամ գերազանցեք, դա չի իրականացնում։ Մեր պետությունը այդ գործառույթը չի իրականացնում։ Դրա համար ֆերմերը չգիտի ինչքան պարտանյութ տա, ինչքան թունաքիմիկատ տա, ինչ տա, ու որ վերջում հիմա մենք sense մնացել ենք այս խնդրի առջև։ Կամ 2 տարի առաջ այդ մասին խոսել ենք, հենց ձեր հարթակում անցած տարի ենք խոսել, երբ որ Հայաստանի գյուղատնտեսության մեջ ծաղկի մասնաբաժինը աճեց 68-69%-ով եւ ծաղկի արտահանումը հասավ 96 միլիոն ծաղի կամ 60-50 քանի միլիոն դոլարի արտահանում։ Ես ասում եմ ժողովուրդ ջան, ծաղիկը վաղը սահմանը փակվել կա, ինչը հիմա արդեն տեղի է ունեցել։ Այդ ծաղիկը արտադրողները լուրջ փաստի առաջ են կանգնել, ծաղիկը ոչ հնարավոր է վերամշակել, ոչ հնարավոր է պահել սառնանային պայմաններում, ոչ որևէ ինչ-որ բանի մեջ օգտագործել, այդ ծաղիկը չորանալու է թափեն։ Ինչ պետք է աներ պետությունը։ Պետությունը պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ ծաղիկի արտադրությունը այսքան չզարգանար, այլ ուղղություններ զարգանային, այնպես պարենային անվտանգության խնդիրն է պիտի լուծեր։ Այսինքն այնպիսի մշակաբույսեր պիտի զարգացնեն մեր երկրում, որ առաջինը ներքին պահանջարկի բավարարման հետ կապված խնդիր լուծեր։ Երկրորդը, եթե Ռուսաստանը սահմանափակումներ մտցներ, այլ երկրներ հնարավոր լինել տանել։ Պլյուս վերջի տարբերակ, եթե ամբողջ սահմաններն էլ փակվել, գոնե վերամշակվեր։ Պահածոներ ստանային, ջրեր ստանային, սպիրտ ստանային, պարտանյութ ստանային, ցանկացած բան, բայց դու ծաղիկից ոչինչ չես կարող ստանալ։ Լավ, բայց 96 միլիոն, եթե արտահանման պոտենցիալով ծաղիկը կա, գոյություն ունի, չէ՞, ըստ էության հիմա։ Ինչ են անում։ Շատ ծիծաղելի էր, երբ որ հայտարարեցին, որ ընտրությունների օրերին էր, չէ՞, կարծեմ, որ Նիդերլանդների ղեկավարներից մեկը արտգործնախարարության ներկայացուցիչն էր, կարծեմ, թե արտգործնախարարը, որ հայտարարում են, որ բանա։ Ծաղկի բոսայում ձեզ կընթառաջեն։ Ծաղկի բոսայում ձեզ կընդունեն։ Ասենք այն դեպքում, երբ որ Հոլանդիան ինքն է ամբողջ աշխարհին ծաղիկ վաճառում, իրան ինչին է պետք մրցակից։ Հա, այդ բլեֆը, ասենք, մեր նույնիսկ այդ վարդերը կոչվում են հոլանդական վարդեր, չէ՞, ոնց Հոլանդիայի անունով։ Հիմա ինչ են անում այս վարդերը։ Թափում են։ Տալիս են սուպերմարկետների ցանցին, հա, մեկ էլ այս իշխանությունները, եթե զգացել եք, այս վերջերս դիսպեչերի նման սենց նախարարի մակարդակով գրառում է, չէ՞, արում արտահանվեց այսքան ծաղիկ, արտահանվեց այսքան ու սենց երկրներ են, չէ՞, նշում։ Ուրեմն ամենաառաջին 96 միլիոն ծաղիկի մեջ, եթե 5 միլիոն ծաղիկ էլ էս ընթացքում արտահանվի, դա ընդհանուր արտահանման մեջ 5%-ն է։ Երկրորդ, այդ արտահանումը, որ սենց մցնում են մարդկանց աշկը, ցույց են տալի Բուլղարիայում է, որ բանը պաշտոնյաները դիմավորում են։ Հա, այն 5500-ը ծաղիկը Լիտվայում եւ կարծեմ Բուլղարիա էր, կարծեմ 9500 էլ Բուլղարիա։ Լավ, թող լիներ 1 միլիոն ծաղիկ։ Ասենք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ պաշտոնյան դիմավորում է մեր ծաղիկը։ Ու այդ արտանող ասում է կներեք, բայց ինձ ձեռ չի տալիս։ Ես մրցունակ չեմ այդ շուկայում ծաղիկ արտանելու։ Պլյուս են էլ չեն էլ ասում, ենթադրենք կարճաժամկետ ֆինանսավորման քաղաքականություն են անում սուբսիդիայի, ենթադրենք ծաղիկ արտանողը մտածում է լավ 0-0 էլ լինի, գոնե հանի այդ սուբսիդիան կստանա, կամ լավ թեկուզ ինքը մտածում է հանի ցածր, ավելի ցածր ինքնարժեքից գնով գոնե ինչ-որ գումար հետ բերի։ Ու այս մարդու անելանելի վիճակում այդ արտահանումը, որ ցույց են տալիս պետության հաղթանակ, իշխանության հաղթանակ, ես ուղղակի ապշում եմ, էլի։ Ինքնիշխան են։ Հա, ինքնիշխան են։ Ամենաաբսուրդը մեր վարդերը գնում են, ասենք, թե Լատվիա, չգիտեմ, 5500։ Ես ասում եմ 5 միլիոն, 10 միլիոն, 15 միլիոն ծաղիկ էլ արտահանվի այս սուբսիդիաներով,
Առաջինը դա որևէ խնդիր չի լուծում։ 90 քանի միլիոն 96 միլիոնի մեջ 96 միլիոնն ու այդ համադրելի չեն ու համեմատելի մի քանի հազար բայց իրեն կարողանում են ցույց տան ներկայացնել ու հա, բայց եթե իրանց հավատացող կա, կներեք, եթե ձայն չեն հանում, նույն ծաղիկ աճեցնողները, գուցե ինչ որ բերանները փակում են, ինչ որ սուբսիդիաներ են տալիս, ինչ որ փող են տալիս հետո 4 միլիարդ դրամի 10 միլիոն դոլար սուբսիդիա են տալու, ասել են, նախապես հայտարարել են, պլյուս 35 միլիոն էլ ԵՄ-ն է տալիս։ Լավ, թող մի 30 միլիոն էլ տա, 65-10։ Այդ ընդհանուր Հայաստանից ընդհանուր արտահանման ծավալները գյուղմթերքի գծով միլիարդ 200 միլիոն դոլարից ավել է եղել։ Միլիարդ 200 միլիոն դոլար արտահանման մեջ 50-60 միլիոն թեկուզ եվրո փոխհատուցում որ տան, դա ընդհանուրի մեջ կազմում է 5%։ Էլի հարց չի լուծում։ Հա, եվրոպացի քաղաքացին բան չի անելու, համաձայնելու, որ իր հարկերը բարձրացնեն, որ մեր գյուղացու վնասները փոխհատուցեն։ Դե նայենք թող եվրոպացի քաղաքացուն չանդրադառնա։ Չէ, բայց ասենք համաձայնվելու է եվրոպացին, որ իր հարկերի հաշվին հայ գյուղացու վնասները փոխհատուցեն։ Դե բնականաբար չի համաձայնելու։ Պլյուս ես ամենաշատը հաջորդ սցենարից եմ վախենում, որ կարող է 1 միլիարդ դոլար վարկ վերցնեն, այդ ֆինանսավորումն անեն ու այդ 1 միլիարդ դոլարը մեր բնակչությունը փակի։ Այս տարբերակները արտաքին պարտք վերցնի 1 միլիարդի չափով, ինչ որ փոխհատուցումներ անի, այս սցենարներից մեկն է։ Չգիտեմ, դա լավագույններից մեկն է թե չէ, մի տարբերակ էլ ես հենց եմ մտածում, որ վերջում այդ ամբողջ հայ ժողովուրդը փակի իր սխալ քաղաքականության հետևանքները։ Նիկոլը երբեք հակառուսական քաղաքականություն չի ունեցել, նա միշտ ունեցել է հակահայկական քաղաքականություն։ Այն ինչ որ ինքը անում է, դա հակառուսական չի, դա հակահայկական է։ Միշտ ուժվում ենք մենք։ Ռուսաստանը Նիկոլի քաղաքականությունից երբեք չի տուժվել, եթե չաշնեմ շահելը։ Երբ որ sense խրոնիկան դնեք, Հայաստանից փակեց ուրիշ երկրներից կբերի կկոմպենսացնի իր բնակչության։ Տենց էլ անում են, ուրիշ երկրները բերում են, մանավանդ հələ Նաև Իրանից են, չէ, Իրանը հիմա օգտվում է, շատ արագ զարգանում է առևտուրը Ռուսաստանը, դուք որ տեսնեք իրանական ինչքան գյուղմթերք է մտնում Ռուսաստան, ուղղակի ապշել կարելի է։ Այսինքն մենք կորցնելու ենք նաև այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծել ենք Ռուսաստանի շուկայում։ Բնականաբար։ Ու հայ գյուղացին ընդհանրապես դուրս է մնում։ Տեսեք, վերամշակված արտադրանքի հարցը ավելի լուրջ է։ Այս պարագայում այն որ սուպերմարկետներին տալիս են ցանցերին, ենթադրենք մագնիտիկ, սինգի կամ աշանի ցանցեր այդ ապրանքի մատակարարման ժամանակ ցուցափեղկ մեկ են վերցնում արտահանողները, այդ ցուցափեղկի համար վարձավճար են տալի, որ իրենց ապրանքը ներկայացվի այս ցուցափեղկի վրա։ Երբ որ ինչ որ ժամանակ այդ ապրանքը չարտահանվի, այդ ցուցափեղկը գրավելու են ուրիշ ընկերություններ։ Հետո քո տեսականին նորից խանութ ներկայացնելը դա լրջագույն խնդիր է։ Դու չես կարողանալու կամ կարողանալու ես մի քանի ամիս հետո երկարատև աշխատանքի ընթացքում, հետո այդ ցուցափեղկը արդեն որտեղ քո լավ երևում էր, լավ ցուցադրված էր, այդ նույն ցուցափեղկը չկարողանաս ու ավելի վատ տեղ անես ու քո վաճառքը ընկնի։ Այս էլ է խնդիր, որը սովորական քաղաքացին չի պատկերացնում։ Այսինքն սպառման շուկայից դուրս ես թռնում, հետո այդ նույն շուկան հետ բերելը շատ ավելի դժվար է, քան ենթադրենք դու գանքներ մուծեիր կամ ինչ-որ բան աներ կամ ինչ-որ ձև փակեր, բայց այդ շուկան չկորցնեիր։ Տեսեք, ընդ որում հստակ գյուղացին է դրանից տուժում, ֆերմերն է տուժում, բայց վերավաճառողները գները չեն փոփոխության չեն ենթարկում։ Քաղաքում գները տեսել եք, չէ՞, բանջարեղենի եւ մրգերի։ Այսինքն ինչ է ստացվում, վերավաճառողը ինքը գինը չի իջնեցնում, ինքը օգտվում է տասնապատիկ եւ ավելի, իսկ գյուղացին ինչ է անում, թափում է ապրանքը, տուժում է, վարկերի տակ ճռում է, այդպես է ստացվում։ Ուրեմն այս ընթացքում ես անընդհատ շուկան ուսումնասիրել եմ, հետաքրքիրն այն է, ուրեմն թութ չի արտանվել ամբողջությամբ մնացել Հայաստանում, թթի գինը խանութներում այդպես էլ չի չափ, ոչ էլ շուկաներում։ Չի չափ կանաչիների գները, բավականաչափ մեծ քանակությամբ կանաչեր ինքնաթիռով թրցնում էին, կանաչիների գները չի չափ։ Ծաղիկների գները նոր էս վերջերս որ սկսեցին սուպերմարկետներին բաժանել, նոր լոլիկի գինն է իջել, ես այն օրը տեսել եմ 148 դրամ էր ցանցերում ու դա շատ վատ է 148 դրամի պայմաններում դրանից պատկերացրեք հլա հանեք 20% ավելացած արժեքի հարկել, որ ավելանում է, այսինքն ֆերմերը 80-90 դրամով է հանձնել
սուպերմարկետներին լավագույն դեպքում, ինչը մտածում է ինքը արդեն վնասով աշխատում, ինքը իր հսկա ջերմատների այդ մեծ վարկային բեռը ինքը չի կարողանալու փակել։ Ինքը արդեն կանգնած է ձախողման առջև։ Այդ էժանացումը որևէ լավ բանի չի բերելու։ Գիշեք նախանցած տարի էլ, որ երբ որ հավկիթը գինի իջավ մինչև 12 դրամ, հեսա բարձրաձայնում է, ասում է ժողովուրդ ֆերմերային տնտեսությունները քայքայվելու են, մնալու են մի խոշոր, հետո իր գինը թելադրի։ Այսօր դուք 75 դրամից ցածր հավկիթ չեք գնում։ Այսինքն մի տարվա մեջ 50%-ից ավել հավկիթի գինը բարձրացել է։ Դե որովհետև իրենց սրտի օլիգարխը նաև դեմփինգ էր անում։ Այո։ Ու վնասներ էր տալի, այդ թվում թռչնաբուծարանները տուժեցին, հա, այդ իրենց Նարեկ ինչան է, հա, իրենց սիրելի Նալբանդյան, այո, այդ 8 սուպերմարկետների, չգիտեմ ինչի, որին այդքան արտոնություններ են տալիս, թռչնաբուծարանները լուրջ վնասներ են կրում։ Ու ունեցանք այս հետևանքը ու հիմի ամբողջ հանրապետության բոլոր սպառողները օգտվում են այդ թանկ ձվից։ Հիմա նույնը ջերմատնային տնտեսություններում եթե ցախողվեն, վաղը միսօր մեր մոտ կամ մենք ուտելու ենք թուրքական լոլիկ, կամ ուտելու ենք թանկ լոլիկ։ Բայց իրանք դրա համար ուրախ են։ Ասում են ադրբեջանական ցորեն կօգտագործենք, Ռուսաստանը կարող է նաև, մենք պետք է հրաժարվենք Ռուսաստանից ներկրումներից, հա։ Մենք պետք է բա տեսեք, ընդ որում ԿՊ-ում Նիկոլ Փաշինյանին աշխատակից Հայկ Գևորգյան գիտեք վստահաբար, որ երկար ժամանակ եւ հոդվածներ գրում եւ լոլիկ էր աճացնում, ինչ որ փորձարկումներ էր անում, հիմա չգիտեմ ինչ է անում, վերջերս էլ է ակտիվացել, հա, բարև Հայկ, ու բանը եթերներում գիտեք ինչ ասում, ասում է Ռուսաստանն է սրանից դուժելու մեզ ինչ, մենք կարող ենք ադրբեջանական վերջերս։ Հա, ես լսում եմ բոլորին հիմնականում, հա, որովհետև վաղուց չկար ու հայտնվել էր, դրա համար լսեցի։ Ասում եմ, ինչ ա եղել, դրանից Ռուսաստանն է տուժելու, 100-200 ռազմաբազան կհանեն, գազը կներկրենք ուրիշ երկրներից, Ադրբեջան, Թուրքմենստան, էլ արդեն Գազպրոմը պետք չի, հայ-ռուս գազարտը պետք չի լինի, կփակվի։ Բանա, մենք ինչ ա եղել, ասում եմ, մենք չենք տուժելու։ Ցորենը կբերեն հենա Ադրբեջանից, կբերեն, մյուսը այստեղից կբերեն։ Խնդրեմ, ինչ է։ 4 օր առաջ այս թեմայով ես տեսանյութ արեցի Facebook-յանի մեջում, ուրեմն մենք Ռուսաստանից ասեմ ինչեր ենք ներկրում, որ հանրության համար հասկանալի լինի, էլի, որ ասում են լավ, արտանումը կտրեցին տնտեսվարողները ահագին տուժեցին, չնայած սպառողներն են։ Չէ, Հայկը խոսում էր այն մասին, որ այս ամեն ինչից մենք չենք տուժելու, Ռուսաստանն է տուժելու։ Հիմա ներկրման պահով եմ ասում, ուրեմն Հայաստան Ռուսաստանից ներկրմա իր ներկրման ծանրակշիռ մեծամասնություն ձեթի ծանրակշիռ մեծամասնություն դա ռուսական ձեթն է, որ այսօր խանութներում գնում է 700-800 դրամով, ինչը բավականաչափ էժան է։ Ներկրումը ամբողջ հատիկան դեղենային մշակաբույսերը, սիսեր, ոսպ, այնտեղ նույնիսկ բրնձի տեսակներ, վարսակի փաթիլներ, դիետապահողները որ ծնվում են, ամենակարևորը անասնապահության ոլորտում եւ մենք ասում ենք հացուտող ժողովուրդ են, այդ մեր հանապազորյա հացը 80+% այդ ներկրում այդ ցորենի, գարու, եգիպտացորենի տեսքով էլի Ռուսաստանից։ Բավականաչափ էժան գնով, բավականաչափ։ Այսօր որ մենք միս ենք ուտում, հավկիթ ենք ուտում, հաց ենք ուտում եւ ինչ դա ռուսական էժան հացահատիկի շնորհիվ է։ Եթե դուք Ռուսաստանից այդ էժան հացահատիկը չբերեցիք, բերեցիք բորսային գնով, որը $400 սահմաններում է։ Այսինքն Հայաստանում ցորենը 90-100 դրամից թռնելու է 160 դրամ։ Իրենք կբերեն Ուկրաինայից ցորեն, մենք մի փոքր մասը Ուկրաինայից ենք, չէ՞, միշտ ստանում։ Նաև հետո մանավանդ Եվրոպան մերժել է, չէ՞, չթողեց որ եվրոպացի ֆերմերները չհանդուրժեցին ուկրաինական ձեթը, արևածաղկի ձեթը եւ թշնամիսը, որ փորձում էր մտցնել։ Այո, դուրս թողեցին, այդ որ սա էլ այն օրինակներից է, որ ասում է կընդունեն մեզ։ Եվ Ուկրաինայի ապրանքը նույնիսկ դուրս մղեցին, Ուկրաինան կորցրեց շուկաներ։ Հիմա կարող են բերել ստեղ, պարոն Նացական։ Լավ, ձեթը բերեցին, բա մնացածը։ Թշնամիս էլ կարող է բերել։ Թշնամիս, բա Ուկրաինայի ցորեն կբերեն։ Եթե թանկի համաձայնեն, թող բերեն թանկ գնով կամ մի անգամ միջոցառման էի, մի հատ կազմակերպություններ ասում են, դե դուք կարող եք հրաժարվել ռուսական ցորենից,
օգտվել բուլղարական եւ թուրքական ցորենից։ Ասում են կներեք, էլի 1000 ներողություն։ Ասում առաջինը Թուրքիան իր ցորենի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից։ Այսինքն դուք առաջարկում եք մենք Ռուսաստանից չներկրենք, մենք Թուրքիայից վերցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից ներկրել է, վերավաճառի մեզ ինքն էլ շահույթ ստանա դրա մեջ։ Ասում լոգիկան ո՞րն, ասում կան Բուլղարիայից, որ ասում եք Բուլղարիայի մենակ տրանսպորտային ծախսը հաշվել եք, ասում Ռուսաստանից եկող ցորենի մի կոնտեյների գինը ենթադրենք $2000 չի գերազանցում Բուլղարիայից $6-7000, ասում էլ այդ կոնտեյները 6000-7000 եվրոն բաժանեք 22-ի, այսինքն 22 տոննա։ Ասում էլ հաշվեք ցորենի ինքնարժեքը ինչքան է բարձրանում։ Ձեր առաջարկածի լոգիկան ո՞րն է։ Հիմա որ այսպես առաջարկում են, ես ուղղակի չեմ հասկանում լոգիկան ո՞րն է։ Տենց լավ Թշնամի է ենթադրենք, բա Վրաստանի պես պետությունը 2008-ից Ռուսաստանի հետ ունենալով լրջագույն խնդիրներ, կարելի ասել տարածքային խնդիրներից սկսած իրենք համարում են իրար թշնամի։ Մինչև վերջ ռուս-վրացական պատերազմից հետո նույնիսկ պատերազմը չի խանգարել Վրաստանը, որ իր առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ չխզի։ Բայց ասեք ինչից հետո, պարոն Նացականյան, որտեղ Վրաստանը փորձեց օգտվել ԵՄ-ի հնարավորություններից եւ Եվրոպական միության տարբեր երկրների շուկաներ փորձեց մուտք անել վրացական արտադրանքը, բորժոմից սկսած վրացական գինիներով, հա, այլ արտադրատեսակներով դուրս մղեցին։ Մրցունակ չէր, հերիք չէր, դուրս մղեցին, ինքը փորձում էր Ռուսաստանը բաց չթողեց, լրիվ բաց չթողեց, բայց հետո հիմա առավել եւս փորձում են ավելի ակտիվացնել Ռուսաստանի շուկան չկորցնեն։ Մեր ջերմուկի իրանք ավելի Հա, իհարկե, ուզում եմ ասել, իրենք խնդիր ունեցան եվրոպական շուկայում։ Եվրոպացի արտադրողները այդպես չեն նստում սպասում, թե երբ են գալու վրացիները, ուկրաինացիները, հայերը, մյուսները գան իրենց բանը վերցնեն, իրենց շուկան իրենց ձեռքից խլեն։ Բնականաբար չէ, ու ես ասում եմ Վրաստանի օրինակը նայեք, հիմա դուք Վրաստանի շատ ավելի վատ վիճակում եք, Ռուսաստանը ձեր ամբողջ գյուղատնտեսական արտադրանքը արգելել է, ու դրա համար քայլեր է պետական մակարդակով։ Այն որ կանգնում եք սուտ եք խոսում, թե հեսա եվրոպական իշեք ձեռնարկային, չէ, թողել ինչպես մտնել եվրոպական շուկա, որ նայես Հայբենարանի ոնց որ Այբենարանը տնտեսվարողի համար էլի ամոթ է, էլի, եթե տնտեսվարող։ Ես չեմ տեսել այդ ձեռնարկը։ Այ բերեք, ես կուղարկեմ ձեզ, բան, մի հատ կլիենտի հետ ճշտեք, ինչ փաստաթուղթ է ուզում, կլիենտի հետ ճշտեք, ինչ փաթեթավորում է ուզում, բան արտահանման համար ծագման սերտիֆիկատ է։ Եթե տնտեսվարողը արտահանողը, որ մարդ իր գիտակցական կյանքում գոնե մի անգամ արտահանել, այդ պրիմիտիվ բաները ինքը անգիր գիտի, էլի։ Դուք էս հրապարակում եք ում համար, ով էլ չի արտահանել, թող կյանքում բյուջեից լիքը փող են, չէ՞, ծախսել այդ բրոշուրը տպելու համար։ Ով էլ չի արտահանել, թող հանկարծ չարտահանի, որտեվ ինքը միանգամից զախվողվելու է, էլի։ Ես Եվրոպա 13 թվականի, 13 տարի ապրանք եմ արտահանում, էլի, ես գիտեմ ինչա ոնց է, էլի։ Ու սենց նման պրիմիտիվ իբր սենց աշխատանքի իմիտացիան սարքվում են կամ հիմի որ արտանում են, չէ, սենց մի քանի տասնյակ տոննա կամ մի տոննա, սենց մի քանի տասնյակ կիլո մեկ էլ մեր աշխարհագրությունը Չեխիա արտահանում ենք, Բուլղարիա արտահանում ենք, էլ չեն ասում Բուլղարիայի 9000 հատ ծաղիկ են արտահանել, մի այդքան սուբսիդիա են տվել, այդ տնտեսվարողը տուժել է, տարբերակ չունի, Բուլղարիան էլ վերցրել է։ Կամ մի ինքնաթիռով բան է գնացել Ծիրան, այս վերջերս Ֆրանսիա միջև Մարտակոսեն Ծիրան էլի, մի հատ էլ այս վերջերս մի երկու օր առաջ գնացել է, չգիտեմ, մաքսազերծել են թե չէ, հեսա մաքսազերծենք, ասեն, մենք մտանք ֆրանսիական շուկա, մենք գրավեցինք ֆրանսիական շուկա, ու իրանք չեն պատկերացնում իրական արտահանումը դա ինչ է իրանից ներկայացնում, ինչ մեծ ծավալներ է իրանից ներկայացնում, սուպերմարկետների ցանցի հետ աշխատանքը ինչ մի հատ սուտա, եթե հասարակությունը ուտում է, այդ սուտը ծախում են 8 տարի է սուտ են ծախում։ Այդպես հաղթում էինք իբրև թե 44 օրյա պատերազմ, այդպես իբրև թե Արցախը չէինք հանձնում, Արցախը հայկական է։ Թուրքը 4 գյուղեր մտնում, մենք մի հատ տանկ էինք խփում, նկարում էին, այո, մենք ոչնչացրինք, գետնեցինք նրանց ԱԹՍ բարման ու թուրքը ասում էր արդեն Շուշի։ Դե նույն բանն, այո։ Ու ես ցավում եմ, որ հələ բնակչությունը նայում է ու հավատում է ու դրան հակազդող չկա։ Ես ուղղակի որ ինֆորմացիան էի հանում, ես գտա ու հիշեցի այս դեպքը 25 թվականի նոյեմբերին, ավելի ստույգ նույնիսկ նոյեմբերի 12-ին
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Հայաստանը եվրոպական միջոցների հաշվին պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի։ Նիկոլ Փաշինյանը իհարկե հերքել էր դա, բայց Ռուսաստանի հետախուզական արտաքին հետախուզության ծառայությունը պնդել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնություն ցուցաբերել Կիևին, գնելով ուկրաինական հացահատիկ ավելի բարձր գներով։ Ըստ նույն աղբյուրի Երևանը իբր մտադիր էր գերավճարի տարբերությունը փոխհատուցել Եվրոպական միության միջոցներով։ Հիմա երբ որ նայում ենք, սա 25 թվականի նոյեմբերին էր։ Մենք հասկանում ենք, որ ըստ էության Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալները այս հաղորդագրությունը ճիշտ էր, որովհետև ամեն դեպքում լուրջ կառույց է, էլի հնարավոր չէր ուղղակի հենց այնպես հայտարարություն անել։ Ես ոչինչ չեմ կարող ասել, հնարավոր է Եվրոմիությունը ինչ-որ գումար փոխհատուցում տա այդ գնային տարբերության համար, կարճաժամկետ ասելով կարող է տևի մի տարի, 1.5 տարի, նման խապկանքով ժողովրդին խափեն, բայց դրանից հետո հաստատ թանկացում անխուսափելի է։ Մենակ հացահատիկի հարց շատ ապրանքատեսակներ կան, որ մենք ուղղակի կախվածության մեջ ենք Ռուսաստանից, ու այդ կախվածությունը էլի ի շնորհիվ մեր իշխանությունների դա պետք է չհերքեն։ Էի շնորհիվ իշխանությունների մեր առևտրաշրջանառություն ու կախվածությունը մեծացել է 2018-ից մինչև 2025 թիվը։ Ու դրան զուգահեռ դիվերսիֆիկացիայի համար մեր իշխանությունները որևէ քաղաքականություն չեն իրականացրել։ Ես դրա համար եմ ասում, նրանց գործունեությունը դա ոչ թե հակառուսական, այլ հակահայկական է։ Եթե մարդ ուզում էր դիվերսիֆիկացիա, ինքը պետք է աներ այս քայլելի հաջորդականությունը։ Գոնե քո գյուղ մթերքի մշակման համար հետագծելիությունը պետք է մցվեր, որ իմանայր, որ ֆերմերը ինչ արտադրում, ինչքան արտադրում, ինչ թունաքիմիկատ արտադրում, ինչ սորտի ապրանքատեսակ արտադրում, դու պետք է ունենայիր մթերման կայան, դու պետք է ունենայիր լաբորատորիաներ, հենց եվրոպականի հետ ակրեդիտացված, որ այսօր վաղը մյուսօր չմտածես, այս Սիրանը գնա լոտոյա Եվրոպան ինչ-որ մեջը արգելված նյութ կա հայտնաբերի, թե չի հայտնաբերի, կթողի, թե չի թողի։ Միջև այդ շուկայի ուսումնասիրություն պետք է անեիր, որ պետական մակարդակով պլյուս Եվրոպայում դու պետք է ունենայիր պահեստային տնտեսություն, որ այնտեղ այդ ապրանքը պետք է կուտակվեր, այդ պահեստային տնտեսություններից բաշխվեր եվրոպական ցանցեր։ Դու ոչինչ չես արել, ոչինչ։ Ու դու խոսում ես Եվրոպայի ու եվրոպական շուկայի մասին։ Ես էլ եմ շատ ուզում եվրոպական շուկա մտնեմ, բայց քո քայլերը ո՞րն էր այստեղ։ Պարոն Նացականյան, տեսեք, ես առանձնացրել եմ եւ տարբեր հաղորդումների ընթացքում ոչ միայն Ուկրաինայի դեպքերն էի բերել, երբ որ Ուկրաինան որպես աշխարհի խոշորագույն հացահատիկ արևածաղկի ձետ եւ թշնամիս արտադրող պատերազմի ընթացքում Եվրոպական միությունը քաղաքական որոշում կայացրեց եւ հանեց նույնիսկ բոլոր մաքսատուրքերը քվոտաները ուկրաինական ապրանքների համար լիակատար ազատականացում տվեց լիբերալիզացիա։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ, ուկրաինական հացահատիկը, շաքարը, հավի միջնորդավորված այդ նյութերը, ապրանքները, հավի մթերքը, թռչնամիսը հեղեղեցին Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, ֆրանսիական շուկաները, դրանից հետո եվրոպացի ֆերմերները դուրս եկան փողոց ու պայքարեցին, փակեցին սահմանները, տրակտորներով արգելափակեցին ուկրաինական բեռնատարների հոսքը, Լեհաստանում մի շարք երկրներ Բրյուսելը այդ թվում էմբարգո կիրառեցին ուկրաինական ապրանքատեսակների վրա։ Նման խնդիր ունեցավ Մոլդովան, որի առաջ իբր թե Եվրոպան խոստումներ տվեց, ինչ որ բաներ արտոնություններ տվեց, որի իբրև թե հեսա գինեգործությունը, մրգերի բանջարեղենի հոսքը բան կլինի, շուկա կբացվի եւ ինչ կատարվեց եւ կորցրեցին իրենց շուկաները, ունեցած շուկաները եւ ավելին Եվրամիությունը այդպիսի դեպքերում թելադրող է դառնում, ինչպես օրինակ Լատվիայի դեպքում, ասաց դուք այլևս ճակնդեղ չպետք է աճեցնեք։ Դուք այլևս ես կասեմ, որ երկրից եք շաքար ներկրելու։ Վերջ, ձեր յուղատնտես, այսինքն շատերը դուք էլ եք ասում։ Լսում էի նաև ֆերմերներից մեկին Դավիթը, որ ներկայացնում էր իր ահռելի աշխատանքը ծնեփեկի ուղղությամբ, բայց ինքը պետությունը չի արել, ինքն է արել։ Ինքն է արել։ Հիմա այս Լեհաստան, այս արտանումը որ պիտի լինի ծիրան, որ երկու օր մեր իշխանությունը սենց նորից տնտեսն
Դա տնտեսվարող է, ում հերրակա ճանաչում եմ, իմ ընկերներից մեկի ընկերն է, ես իրան անձամբ չեմ ճանաչում։ Ինքը Լեհաստանում ճարել է խանութներ, ինքը իր միջոցներով արտահանում է, պետությունից էլ սուբսիդիան ստանալու է Իրանից։ Ենթադրենք արտանելու է մի 10-12 մեքենա։ Ու սա մեր իշխանությունը ցույց է տալու, որ մտանք ԵՄ շուկա։ Բայց իրանք ոչ մի բան դրա համար չեն։ Նույնը ծնեփեկի դեպքում։ Մարդը ներկայացնում էր ինչպես է գնացել Սինգապուր, ինչպես է հայերից մեկի միջոցով, այո, ինչպես է, այո։ Քանի որ Դավիթի ընկերն այդ ամբողջ գործընթացին ծանոթ եմ, Դավիթը բացառապես իր աշխատանքի, աշխատասիրության, իր կապերի հաշվին դա արել է։ Ու Դավիթը լինելով իմ ընկերը մի տոննա ծնեբեկ, 5 տոննա, 50 տոննա ծնեբեկ արտահանելը դա դեռ միջազգային շուկա մտնել չի, երբ որ տեսնում ես Ուզբեկստանի նման երկիրը կամ աշխարհի այլ զարգացած երկրներ, որոնք ունեն տենց գերզարգացած լոգիստիկ կենտրոններ, ինչ շրջանառություն են անում, ինչ շրջանառության մեջ են, դու ուղղակի ապշում ես։ Անցնենք սպիրտային խմիչքներին, լավ հիշեցրեցիք, ուրեմն սպիրտային խմիչքների հետ կապված մենք 100 միլիոն նաև ակցիզների բան են արել, փոփոխություն, թանկացումներ, այո, ծխախոտը 108 միլիոն պլյուս շիշ հայերը սպիրտային խմիչք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Եվրոպական շուկա, ես ինքս դուք էլ բազմիցս եղել եք Եվրոպա, տեսել եք։ Ես Իսպանիայում իմ աշկով տեսել եմ գինիներ, որոնք ավելի էժան են, քան սովորական ջուրը։ Դուք ոնց եք պատկերացնում իսպանական շուկա, Ֆրանսիան, որ գինու երկիր է, Իտալիան, որ գինու երկիր է, Ավստրիան, Գերմանիայում նույնիսկ գինու գործարաններ Ռոթշիլդների գործարաններ են, գերհագեցած, շատ զարգացած։ Դուք մեր այս որակի գինիներով ու կոնյակներով մենք ոնց ենք մտնելու եվրոպական շուկա, ում ենք վաճառելու, ով է գնելու, ոնց ենք վաճառելու։ Այդ 100 Վրաստանը 270 միլիոն եվրոյի միայն գինի է վաճառում։ Հա, բայց շուկայի, եթե նույնիսկ լավագույն սցենարի դեպքում շուկայի փոփոխությունը առնվազն 10-15 տարի է, չէ՞ պահանջում։ Էլի պետական քաղաքականություն։ Վրաստանը ոնց արեց միջազգային էքսպոներին ընդհանուր վրացական բրենդի տակ բոլորին ներկայացրեց, լավագույն տեղերը վերցրեց, անընդհատ ռասկրուտ կարեց, այսպես ասած, թե ԱՄՆ, թե Լատինական Ամերիկայի շուկաներ, թե ասիական շուկաներ, թե Չինաստան։ Պլյուս մի հետաքրքիր բան ասեմ, այս ինֆոն ճշտված չի, բայց որ ճշտեմ հաջորդ եթերի ժամանակ ասեմ, Չինաստանը վրացական գինիների վրա շատ ավելի անգամներ ցածր մաքսատուր կա սահման, քան հայկական գինիների վրա։ Պլյուս այս ինֆոն էլ ասեմ ժամանակին հաստատ այդպես էր, հիմա չգիտեմ, բայց ինձ թվում է վստահ եմ, որ այդպես է, ԱՄՆ-ն հայկական թարմ ծիրանի ներկրման վրա ունի էմբարգո, արգելք։ Ինչու՞։ Մենք Հայաստանից թարմ ծիրան չեն կարող արտանել ԱՄՆ-ը։ Չգիտեմ։ Ու դա պետական աշխատանք է, պետական մակարդակով աշխատանք է, որպեսզի կարողանալ այդ սահմանափակումը հանել։ Հայաստանից ծիրան չի մտնում Ամերիկա։ Մի կողմ թողնենք, որ լոգիստիկ ծախսերը թանկ են, նույնիսկ այդ ամեն ինչը, եթե մեր հայերը պատրաստ են այնտեղ $15 կիլոն առնեն ծիրան, էլի չեն կարողանալ, որտեղ հայկական ծիրանի մուտքը ԱՄՆ արգելված է։ Հիմա չգիտեմ, կարող է վերջի 2-3 տարին, բայց որ արտահանման գրաֆիկը նայում եմ, երբեք ոչ մի կիլոգրամ չեղել, ինչ որ 18 թվականին մի 500 կիլոգրամ տենց նմուշ գնացել է, դրանից հետո չկա 0։ Հիմա ձկնամթերքը ինչ են անելու, արդեն դրա արգելքն էլ հայտնի դարձավ, քանի օր։ Դա ամենացավոտ, ինչ ենք անելու։ ամենավատ բանն է, որ կարող լիներ մեր տնտեսվարողների հետ, մենք այնքան ձկնարտադրություն այնքան մեծ է, մեր տեղական սպառողը այդքան չի կարողանալու սպառի, պլյուս որակն էլ այն չի, որ կարողանան հանեն այլ շուկաներ։ Եվրոպական շուկայի համար բավականաչափ թանկ է ինքնարժեքը, մենք ինքնարժեքի մեջ չենք տեղավորվելու։ Այդ ձկնաբույսները լուրջ խնդիր են ունենալու։ Ձկան լավը այն է, որ գոնե հնարավոր է, եթե այս սահմանափակումները կարճաժամկետ լինի, մի 3-4 ամիս, եթե այսքան դիմանան կարող են այդ ձկներին կերակրել, ծաղիկ չէ, էլի աճելու է ու թափես։ Այդ ձկներին հնարավոր է ավազանների մեջ պահել, մինչև հասկանան ինչ է։ Դա ձկնաբույսների հետ կապված միակ սրտահովանք ինֆորմացիան է, որ կարելի է ասել։
Եվ հիմա ինչքան են դժում մարդիկ սպասել են ամբողջ շրջանառությունը որքան էր կազմում կա ցիկնաբույսներին չգիտեմ սպիրտային խմիչքները գիտեմ ծիրանը գիտեմ անցած տարի ինչքան է գնացել արտանվող պտուղ բանջարեղենների ընդհանուր քանակը գիտեմ բայց ցիկնաբույսարանների մասին ինֆորմացիա իսկ հնարավոր է որ օրինակ մեր գյուղացիները ուրախացել են ու ասում են շատ լավ է մենք ինքնիշխան կդառնանք մենք կգնանք բան Եվրոպա կգնանք մենք Եվրոպայում կաշխատենք հեսա ազատ վիզայի ռեժիմ կունենանք հա միգուցե ուրախացել են ԶԼՄ-ներից մեկի այդ տեսանյութն եք տեսել որ դույլով ելակ ծախող մի պապի sense խոսում էր էլի ինչ էր ասում չեմ տեսել զատում մենք մեր ինքնիշխանությունը ելակե չենք փոխի ուզում եմ ասեմ պապի ելակը նենց չարագուշակ բան է արդեն դարձել ելակով կերակրեցին բանակը ու տեսանք ինչ եղավ ասես հոր եղբայր ջան ինքնիշխանությունը առևտրի հետ ինչ կապ ունի արտահանման հետ ինչ կապ ունի այդ ձեր ուղեղը որ տենց պես պետական ռոպագանդան լցրել է երբևէ մտածել եք ինքնիշխանություն եւ առևտուր մեկը մեկի հետ ինչ կապ դա բայց գուցե այդ պապիկի համար լավ է ինքը քնում է գլուխը բարձրինա դնում ասում է օ ինչ ինքնիշխան եմ Կաղոտնեք լավ է հասկանա ինքնիշխանությունը ինչ է Չգիտեմ կինը ինչ է մտածում այ օրինակ այդ պապիկի կինը թե ինչ է մտածում ինքնիշխանությունը նաև ինքնաբավության մասին է երբ որ քեզ ամբողջությամբ քո տնտեսությունը կախվածության մեջ ես գցում երկրից դու չես կարող ինքնիշխանալ ես երբ որ քո պետության իշխանությունը գոնե մի ապրանքատեսակի գծով էս վերջի 8-10 տարիներին փորձեր ինքնաբավության հասցներ նոր կարելի էր մտածել ինքնիշխանության մասին Եթե դու ոչ մի բան, դու նույնիսկ կոճակի արտադրություն չունես այս երկրում նորմալ, կոճակի արտադրություն, դու չես կարող խոսել ինքնիշխանության մասին։ Հայաստանում ուրեմն տոմատի մածուկը մեր բնակչությունը որ օգտագործում է, այդ ամբողջ տոմատի մածուկի հումքն էլ պարսկական է։ Նույնիսկ դու լոլիկի արտադրություն չունես, որ դու քո ժողովրդի համար տոմատի մածուկ արտադրես ունենաս։ Մենք այս վիճակում ենք այսօր։ Պարսկաստանից ենք ներմուծում։ Այո, տոմատի պյուրեն կոչվում այդ խտանյութը ներկրվում է Պարսկաստանից այստեղ ջրով բացվում է դառնում է տոմատի մածուկ այն ինչ որ տեսնում եք ամբողջությամբ կարելի ասել պարսկական ծագում ունի պարսկական հումք է Պարոն Նացականյան ես այդ օրինակը բերել էի թե ինչպես Լատվիային այսպես փափուկ բարձ դրեց Եվրոպական միությունը Լատվիայի գլխի տակ քաղաքացիների եւ ամբողջ քննարդյունաբերությունը վարի տվեցին ուղակի իսկ Լատվիան հայտնի էր այդ լատվիական հանրահայտ շպրոտների պահածոները եւ այլն եւ ինչ արեցին դա նույնիսկ կոչվում է շպրոտների պատերազմ հա այդպես էր ժամանակին կոչվում ինչ արեցին եվրոպացիները ասեցին հարգելի բաներ ձկնարդյունաբերողներ վերջ արդեն մենք ձեզ կփոխհատուցենք դուք կարիք չկա որ արդեն նման գործունեություն ծավալեք կներկրեք բան արեք աջակցություն ենք ցուցաբերում ձեզ ջարդեք որպես ջարդոն վաճառեք ձեր նավերը ամեն ինչ լավ է լինելու արդյունքում ինչ եղավ կրճատվեց մի քանի անգամ ձկնարդյունաբերությունը, կորցրեցին հսկայական Ռուսաստանի շուկան եւ ինչ եղավ? Այս նույն բանն է լինելու։ Հեսա հիմա Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է ոնց որ ամսի 2-ին։ Կգա կասի մի քիչ էլ էսքան փող կտանք, կգնա այն նախարարը որ մեկներ գնացել էր Մարտակոսի հետ, նկարվել էր որ առաջին խմբականակը ասենք այս վեյմունությունները ցույց կտան ու բան կանեն ինչ ա եղել։ Բա ինչի ժողովուրդը չի բողոքում։ Ես սա եմ ուզում առաջինը ժողովուրդը պատկերացում չունի իրականում ինչ։ Լավ գյուղացին բա։ Գյուղացուն, երբ որ ինքը եթերով տեսնում այ մտանք է շուկայի մտանք են շուկայի մտանք, հա մեր հայերը մենք ունենք ասիական մի հատ բնավորության գիծես մասին մի անգամ խոսել եմ։ Ես այդ ասիական մեր մենտալիտետային այդ գիծը նկատել եմ մի քանի տարի առաջ, երբ որ վրացական սահմանով գալիս է Հայաստան, երբ որ Այդ հերթի ժամանակ միջև այդ անձնագրային այդ կետի աշխատողներին ամենավերջի հայանքն ու վիրավորանքն էին հասնում, հենց հասնում էին այդ անձնագրային կետի մոտ, դրա դեմքները փոխվում էր, սկսում էին շողոքորթել, վայ, սենց վայնենց գնում էին։ Դա այդ գիծը կա մեր բնակչության մեջ։ Մեր բնակչության մեջ կա մի հետաքրքիր գիծ բնավորության, այն շարից փորձանքից հեռու։ Գիշեք 2 տարի առաջ, որ մեր իշխանության ներկայացուցիչներից մեկը որոշել էր թունաքիմիկատների մուտքը արգելել Հայաստան, որ մարդիկ ներկրել են մաքսային պայստում, ռաստամուշկա չէ լինում, չեն կարողանում մաքսազերծել 10 քանի միլիոն դոլարի թունաքիմիկատ։
Զանգեցին, խնդրեցին, որ բարձրաձայն եմ խոսեմ, երբ որ բոլոր ԶԼՄ-ներով այս թեման բարձրացրեցինք, հասկացրեցինք, որ սա բնապահպանական լուրջ խնդիր է, ինչ որ մեկի ԿՄ հաճույքի պատճառով Հայաստանը վաղը բնապահպանական աղետի առաջ կկանգնի, եթե թունաքիմիկատները չիրացվեն ու մնան պայուսներում ժամկետը անցնի։ Հետո Armenia TV-ով ուզում էին, որ այդ ներկրողներից մեկը խոսա, ոչ ոք չխոսաց։ Բա շարից փորձանքից էր ասում, եղբայր դու հենց շարու փորձանքի մեջ ես արդեն։ Մարդիկ ուղղակի չխոսացին, դուրս չեկան էկրանի առաջ։ Մեր հայկական բնավորության գծերից մեկն է, չեմ եղել։ Չգիտեմ, վախենում են, թե ուզում են լավամարդ լինեն, թե չգիտեմ, այդ մենտալիտետային այդ գիծը չեմ հասկանում ես։ Դա ուսումնասիրության առիթ է։ Դա պետք է սոցիոլոգները ուսումնասիրեն, հասկանան, ինչ պատճառը հետևանքային կապ ունի, ինչի պատճառով է որ մարդիկ այսպես են ու ինչ կարելի անել, որ դա փոխել, որտեվ երկիրը զարգանում է ընդվզող մարդկանց շնորհիվ, ոչ թե համակերպող։ Ինչքան մարդ համակերպվում է, այնքան ուղղակի ավելի նեղացնում են։ Այս այն պատասխանը։ Լավ, հիմա կոչեր եմ լսում, դուք էլի կայո ձեր տեսանյութով անդրադարձել նրան, ովքեր մարդիկ կան, որ տարածում են, ասում են, մենք էլ հրաժարվենք ռուսական ապրանքներից ու փորձում էիք հասկանալ, թե մարմնի որ մասով են այդ մարդիկ մտածում, չգիտեմ, գտակ պատասխանը թե ոչ դրա, բայց նաև կոչ են անում, ասում են, ինչ ա եղել, մենք պիտի ՀԱՊԿ-ից էլ դուրս գանք, մենք պիտի ԵԱՏՄ-ից էլ դուրս գանք, մենք պիտի ռուսական գազից հրաժարվենք, մենք պիտի 102-րդ ռազմաբազան հանենք, պիտի անենք, արեցինք։ Տիկին Սիմոնյան, ուրեմն այս անպատասխանատու խոսույթը ինձ թվում է մցրեց հայերի մեջ հենց Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ կարած բան ասես, տեսեք, այս երկրում հենց նախընտրական շրջան դրանից ոնց է կոչվում թաղային բան հարաբերություն, բեզաչոտնիկ, հա? Բեզաչոտնիկությունը, հա? Հասկանում եք, երբ որ երկրի իշխանությունը ամբողջ հենց այս ընտրություններից առաջ, չէ, իրենց բոլոր կերպարներ, որ հիմա թե ազգային ժողովի նախագահային գնալու, թե փոխնախագահներ, հատկապես այդ դեմքերը, իրանք բազմիցս անպատասխանատու արտահայտություններ են ալ մի վարքյան չեն մտածել, որ անմեղության կանխավարկած են խախտում, ախր դու պետության ղեկավարն ես, դու պետք է առաջին օրենքները պահես, դու պետք է անմեղության կանխավարկածը պահես, դու մարդուն զրպարտում ես, որ որևէ պատասխան չես տալիս, դու անում ես արտահայտություն, որի հետևանքը ու երբ որ մարդկային զոհերն է արդյունքում լիքը այդ անպատասխանատվությունը բերում է լիքը աղետների ու դժբախտությունների, երբ որ մարդիկ տենում են երկրի թիվ 1-ը դա չի բան, իրանք էլ չեն բան, իրանք էլ չեն մտածում ինչ են խոսում։ Երբ որ դու օրենք ես անում, հասարակ բան չէ, սպանդանոցի մասին օրենք են հանել, որ բոլոր կենթաները պետք է սպանդանոցային մորթ լինեն, ու նախընտրական շրջանում դու գնում ես տան մորթած խոզի կաշին հեռուստա եթերով կտրում ես, բաժանում ես քո աշխատողներին ու մի վարքյան չես ասում, որ դու հակագովազդ ես, դու քո օրենքի Եվրոպացիները սիրել են այդ կադրերը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենները հաստատ սիրել են այդ։ Դու այդ խոզի կաշին կտրում ես, բաժանում ես, դու դրանով թքում ես քո իսկ օրենքի վրա, որ մարդիկ նայում են ասում են, թե ինքը տենց է, մենք ինչի տենց չենք։ Դրա համար առանց մտածելու կարան ասեն հապկից էլ դուրս գան, գիատամից։ Մենք անկեղծ ասած այդ իր խոզը, այդ կաշին պոկելու կադրը մենք նույնիսկ վախենում էինք YouTube-ում տեղադրենք, որ YouTube-ը կանոններ ունի, կարող է արգելափակի, որ այո, իհարկե։ Հիմա ես չգիտեմ, օրինակ ասենք այդ եվրոպացիները, որ աջակցում են, իրանց դուր է գալի, թող օրինակ ասենք Ուրսուլային մի օր մեկ ինչ տեսա խոսել էլի։ Հույս ունենք Ուրսուլային կհյուրասիրի, հա, դրանից ու գալիս է Եվրոչինովնիկը, գալիս է տեսնենք ինչ վատ լուրահերթական բերում։ Պարոն Մնացականյան, թանկացումների ալիք է սկսվում, հա, նույն արդեն ակցիզային հարկը բարձրացնելու բան են անում, նոր կանոններ են հռչակում հարկատուների հետ կապված, որ եթե չվճարեն փոփոխությունների փաթեթ են պատրաստում, որ հարկադիր կալանքի տակ են դնելու ամբողջ հաշիվներ, սա նշանակում է իրենք բյուջեն չեն կարողանում լցնել, հիմա անցել են քերթելու ճանապարհով եւ արդեն իսկ մենք հայտարարել ենք այն մասին, որ նպաստառուների 70-ից 80%-ը զրկվելու է նպաստից, որովհետեւ նոր գնահատման չափանիշներ են ներդրել եւ այսօր նաեւ երեկվա մեր այդ հրապարակումից հետո այսօր մենք տեսանք նոր Սյունիքի նախկին ղեկավարներից ձեր
կուսակից Իրինա Յոլյանն էր ասել, որ Սյունիքում արդեն իսկ դա երևում է եւ նպաստառուների մեծ մաս զրկվել է այդ նպաստներից։ Ես նույնիսկ կարող եմ ասել Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալը գրել է Սյունիքում Իրինա Յոլյանը գրել է Սյունիքում 869 ընտանիք այսօր է գրել զրկվել է ընտանեկան նպաստից։ Պատկերացնում եք, այսինքն ընդամենը 1 տարում 869 ընտանիքի նպաստառուների 71%-ին 1219-ից հասցնելով 350-ի զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Ես սցենարը կարող եմ ասել, մեր իշխանությունը ոնց է մեկնաբանելու։ Մունաթ է գալու առաջինը, ասելու է, այ մենք հասել ենք այն մակարդակի գործազրկություն բան է կարել աղքատություն, ձեր գլխում է գնացեք աշխատեք, ապրեք։ Ինչի մենք պետք է պետությունը ձեզ տա, այս ստրուկներ, այ տզրուկներ ու sense մատ թափ տալով էդի կմցնեն ու կանցկացնեն կգնան սովորական, ոնց որ իրենց բոլոր սցենարներով բոլոր վատ քայլերը։ Մի հատ էլ մատ թափտելով հանրության վրա, մի հատ էլ իրանց sense համակիրների այդ շրջանակով մի հատ հարցակում կանեն նպաստառուների վրա, իբր գնացեք, ապրեք, աշխատեք, մենք ստեղծել ենք այդ հնարավորությունները, աշխատատեղեր ավելացրել ենք, տնտեսությունը զարգացել է, ու դուք պետք է գնաք աշխատեք, ել չկա ձեզ նպաստ տալու, ու վերջ դրանով փակելու են, գնալու են առաջ։ Ինչ վերաբերում է ակցիզային հարկի այս թանկացումներին, հատկապես ծխախոտի, խմիչքի, բենզինի, ու այստեղ միշտ հիշում եմ այն Հայկու Մկոյի այն հայտնի սքեչերից մեկը, որ ասում է Օբաման ասես կրիզիսա, ու այդ կրիզիսից դուժելու են խոցելի խաղը, այսինքն մարմնավաճառները ու մենք։ Խմողների վրա ու ծխողների վրա են էլի գցել այդ խոցելի խաղը, պետք է փակվի այդ։ Չէ, հեսա բոլորին ակցիզային հարկը որ բարձրացնում են, միևնույն է ծխողների ու խմողների հաշվին է լինելու, ապրանքը թանկանալու է, այդ արտադրողների վրա չի անդրադառնալու, այդ կոնկրետ վերջնական սպառողի վրա է անդրադառնալու։ Ու մեր խմող եւ ծխող քաղաքացիները եւ մեքենաքշող քաղաքացիներն են փակելու այդ բյուջեի այդ մուտքը, խոցելի խավը։ Ու այսպես էլ շարունակվելու։ Աննացական ես տեսա դուք բանի կարծիքի արտահայտել, որ ամեն օր համոզվում եք, որ այս իբր փողոցների շինարարությունը, երթևեկությունը դիտավորյալ են անում այս իշխանությունները, խնդիրներ առաջացնելով քաղաքացիների համար։ Ես ավելի քան վստահ եմ, չնայած մի հոգի այդպես հակադարձել էր, իրենք ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր այնպես են Երևանում փոխել, այնպես են կազմակերպել, որ լինի այս խցանումները։ Ես մի օր որոշեցինք չարեցինք, այդ լուսադեմ 6-ին, այո։ Ես հասարակ օրինակ բերեմ Բաղրամյանով, որ իջնում ես, ուզում ես գնաս հրապարակ։ Ուրեմն Սարյան փողոցը սարքել են միակողմանի, կարող էր միակողմանի լինել Բաղրամյանից դեպի գնացողը դեպի վերև, բայց իրանք միտումնավոր հակառակն են արել։ Դու մտնում ես Մաշտոցի պողոտա, Մաշտոցի պողոտայից ոչ մի ձախ չկա հրապարակ գնացող։ Այսինքն դու այդտեղից պետք է հասնես Աբովյան փողոց, Աբովյան փողոցը միակողմանի մի քիչ ավելի նեղ փողոց։ Այդ ամբողջ Կոմիտասով Բաղրամյանով այդ ամբողջ հոսքը ստիպված Աբովյան փողոցով պիտի իջնի հրապարակ, ուրիշ տարբերակ չունի։ Այս մի օրինակ։ Քաղաքապետարանի մոտ այնպես են արել, մի քիչ են թողել այդ ճանապարհը, ձախ ամբողջությամբ փակել են, այդ փողոցյանը չեմ հիշում, բանից կոնգրես հյուրանոցի մոտից այդ անգլիական այգու ֆրանսիական։ Այդտեղ թողել են 2 գիծ, մեկը թողել են ավտոբուսի համար, բայց այդ ավտոբուսները 1000-ից մեկ են անցնում, հələ երթևեկությունը։ Այդտեղ են տենց կատվածահար է արել։ Այն նեղային ճանապարհ կա, Սարալանջի փողոց, ուրեմն գալիս է, մեկը միայն աչատված, մյուսը ուղիղ, որ ուղիղ եւ աչ լիներ, որևէ ձևով չէր խանգարի։ Այսինքն, ստիպված ուղիղ գնացողը դեպի մանումենտ գնացողը կիլոմետրով հերթի տակ անգնում, խցանում առաջանում, իսկ աչը միշտ բացած, այդ աչը քիչ են մտնում։ Կամ փողոցներ, որտեղ հնարավոր է առաջի երրորդ գիծը միայն աչ, երկրորդ գիծն էլ աչ ուղիղ տնեն, բայց չեն դրել։ Ու սա ես ոչ մասնագետ եմ, ոչ մասնագիտական հայացքով է երևում։ Դուք գիտեք, ես վերջերս զրուցում էի մարքեթինգի մասնագետ Արտակ Հարությունյանի հետ, եւ նա կարծիք արտահայտեց, որ նաեւ
այո, շատ քաղաքապետարանը, իշխանությունները շատ բաներ դիտավորյալ են անում, որպեսզի մարդկանց ծանրաբեռնեն, նյարդային իրավիճակ ստեղծեն կենցաղում, հա, առօրյայում, որպեսզի մարդիկ դադարեն մտածել այլ խնդիրների մասին, անընդհատ խնդրեմ են ստեղծում դիտավորյալ, հա, քաղաքում երթևեկության մեջ, որպեսզի մարդը դրանով զբաղված լինի, գլուխը խառը լինի, ինքը չհասցնի քաղաքական հարցերի մասին մտածել։ Եվ նաև պատահական չեն, բարորդները նույնիսկ խոսելիս կպատմեն։ Ես ինքս գիտեմ, ասենք, հատվածներ, որ անցյալ տարի են իբրև թե վերանորոգել, շաբաթներով, ամիսներով ասֆալտ են անում, նորից այս տարի են արել։ Այսինքն անընդհատ մարդկանց դժվարություն։ Հիմնականում բանուկ փողոցները Կոմիտասի պողոտայի վրա այս տարի նորից արեցին։ Ես ինչ հիշում եմ Միասնիկյան այդ բարձրացողի վրա միշտ շինարարություն, միշտ ինչ-որ անհասկանալի նորի վերանորոգում, միշտ խցանում ու իրանք, ես ասում եմ, ես գտնում եմ իմ սուբյեկտիվ կարծիքով դա անում են միտումնավոր, որպեսզի փողոցային պայքար չլինի, խոչընդոտեն, որպեսզի տրանսպորտային, հանրային տրանսպորտը մարդիկ սկսեն ավելի, որովհետև իրանք այս վճարման համակարգը մցրեցին, սկսեց հանրային տրանսպորտը վնասով աշխատել։ Որպեսզի ավելի շատ մարդներ գրավեն հանրային տրանսպորտի մեջ, բայց դու այդ հանրային տրանսպորտի, օրինակ ես Եղվարդից գալիս եմ Երևան, ես Երևանում տարբեր մասերում 100 գործ եմ կատարում։ Ես չեմ կարող հանրային տրանսպորտով կամ ամեն օր տաքսիներով ես անընդհատ ֆռամ Երևանի մեջ, էլի դա ուղղակի անհնար է։ Ու իրանք էս ասում են միտումնավոր, ես ավելի քան վստահ եմ։ Նույնը Դավթաշենի վրա կարող եմ ցույց տալ, Դավթաշենի նման արդեն թաղամասում է խցանումներ լինում, որ ախր չպետք է լինի էլ այդ խցանումը, իրավունք չկա խցանում լինելու։ Ու իրանց վատ կազմը, իրանք այսքան ժամանակ մի անգամ ճանապարհային երթևեկության հետ կապված մի անգամ 2018-ին մի հատ լավ բան էին արել, այն էլ չհետևեցին, հետո չեղարկվեց գնաց, այն որ Խաշմերուկում վաֆլի էին գծել, կհիշեք 18 թվականին, որ խցանում լինի, Խաշմերուկը չանցնի մեքենան։ Այդ էլ թողեցին, տենց գնաց, հիմա ասենց մեքենաները իրար վրա, ոստիկանները չգիտեին նորմալ, ճիշտ կազմակերպելի երթևեկության, չեք տեսել, սենց են անում։ Ընկեր, մարդկությունը վաղուց ստեղծել է այդ նշանները։ Հա, բայց այս իշխանության բանը իմիտացիա անելն է, աշխատելու իմիտացիա անելն է, ցույց տալը ձևական է, նույն բանն է։ Վերջում պարոն Մնացականյան, ձեր քաղաքական ուժը իդեպ հիմա նաև տուգանք են սահմանել խցանված Խաչմերուկ մտնողների համար եւ վարորդներից բալ են հանում, հա, մի քանի օր առաջ այդպիսի որոշում են կայացրել։ Բայց ձեր քաղաքական ուժը, որքան հասկանում եմ, ընդդիմությունը քննարկում է եւ վերցնել մանդատները եւ փողոցային պայքարը շարունակել, հա, այս ձևաչափերի մասն են քննարկում։ Այս իշխանությունները առավոտից իրիկուն տեսնում ենք, հա, իրենց ԿՊԱ-ականները, այդ քայլիցները, ուսապարկերը, դե հələ կգաք կտենակ ինչ են կանելու, հələ եկեք տեսեք ինչ է կանելու։ Այս բաները, հա, մանավանդ դուք պատգամավորության տեխնացու եք, նորմալ եք համարում, ինչ է լինելու, ինչ ենք տեսնելու, բայ բիսպրավի, հա, ինչ է լինելու։ Ասենք ես չեմ նախանձում որևէ պատգամավորի, որ ասենք Վահագն Ալեքսանյանի երեսա տեսնելու, հա, ասենք կամ չգիտեմ, են Կոնջորյանի հայտնի Մարտուսանիկներ։ Վերջը ինչի ի տարբերություն հենց ձեր նշած Վահագն Ալեքսանյանի մենք ունենք հետագիծ, մենք ունենք կենսագրություն, մեր կենսագրությունը 8 տարեվա չի։ Վահագն Ալեքսանյանն առհասարակ 6 տարվա է կարծեմ։ Մենք ունենք 8 տարվանից ավելի հին կենսագրություն, մենք արժեք ստեղծող մարդիկ ենք, մենք մեր կենսագրությունը հարստացրել ենք մենք ինքներս առանց որևէ մեկին, այսպես ասած, քավորությամբ, ու մենք շարժում ենք առաջ, եթե իրանք այդ գռեհկաբանությունը, այդ իրանց հայրախոսությունը, զրպարտությունը մտածում են լավ բան, մենք հանրությանը ցույց ենք տալու ինչ բան է ցիվիլ քաղաքական գործընթացը։ Ցիվիլ դրանց հետ։ Մենք դրանց հետ չենք, մենք մեր կողմից ենք ցույց տալու ինչա։ Մենք իրանց հետ այդ զզվելի խոսույթի մեջ չենք մտնելու, բայց հələ դեռևս որոշված չի մանդատ վերցնելու ենք թե չէ։ Եթե վերցնենք այդ զզվելի խոսույթը, իրանք մնալու են իրանց տակ, որ ասում է ցեխը, որ շպրտում ես դիմացինին կարող է չկպնի, բայց ձեռդ կկեղտոտվի, այդ վիճակն է։ Ու այն հայությունները, ես այս առակը մի անգամ էլ պատմեմ, ասում է այծը գոմի կտուրին կանգնած
տեսնում է ներքևով անցնող գայլին, սկսում է վերևից հայոյել այդ գայլին, գայլը նայում է, ասում է՝ «Այ հիմար կենդանի, ինձ հայոյողը դու չես, այլ քո գտնված տեղը»։ Հիմա իրանք հայտնվել են ինչ-որ տեղ, իրանք որ մարդկանց վրա ցեխ են շպրտում, զրպարտում են, վիրավորում են, իրանք գիտեն, իրանք են, իրանք չեն։ Իրանք երբ որ հավասար պայմաններում բերենք ինչ-որ միտեղ ասենք դուք ԱԺ падգամավոր չեք կամ նախագահի տեղակալ չեք կամ նախագահ չեք, դուք տղա եք արա, դե հիմա եկեք մենք որպես մարդ խոսանք, իրանք 0 են։ Բայց իրանք բանն են, այնց հավաքական Ալեն Սիմոնյանի կերպար են, որ բանը մարդու քաղաքացու թևերը բռնել են տալիս թիկնազորը, որի իսկ հավասար պայմաններում այդ ում վրա Ալեն Սիմոնյանը թքել էր, այդ տղեն Ալեն Սիմոնյանի գլուխը կարողա ծխեր, եթե հենց այդ իմ ասած այդ այծի տեղն է, էլի։ Հա։ Հենց այդ այծի տեղն է, մենք մարդկանց ցույց ենք տալու ինչ բան է քաղաքակիրթ պահվածքը, ինչ բան է ճիշտ դիսկուրսը, եթե իրանք կմտնեն, չեն մտնի, Աստված իրանց հետ, իրանք ցույց կտան իրանց դեմքը, մենք մեր դեմքը։ Մենք մեր եսը, մենք մեր ստեղծած արժեքը, իրանք իրանց չստեղծած ոչ մի բան։ Բայց ինչ են անել, օրինակ անդիմությունը Նիկոլ Փաշինյանը գալու է ճվճվալու է, չգիտեմ ինչ անելու, հարց են տալու։ Այս հարցն է մտահոգում, էլի, որովհետև այս ժամանակը ամեն ինչ ցույց կտա, մենք չեմ ուզում ես ժամանակից առաջ ընկնեմ ինչ-որ բաներ ասել, երբ որ ժամանակը գա կտեսնեք։ Մենք փորձելու ենք քաղաքական մշակույթ փոխենք ամբողջ հանրապետությունում։ Ու դա մեզ մոտ պետք է որ ստացվի, եթե չստացվի, ուրեմն մի բան սխալ ենք արել։ Հա, բայց ձեր թվում էլ կան խոցելի մարդիկ էլի ամեն դեպքում։ Բոլոր տեղերն էլ կան, հուսով եմ այդ ամեն ինչ կհարթվի։ Շնորհակալ եմ, պարոն Նացականյան, հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ ինձ զրուցակիցներ գործարար ֆերմեր, Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորության տեխնացու Հարություն Նացականյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։